մեզ լսողների համար, թե այդ ստանդարտը ինչի մասն է։ Երկու բառով էլի իհարկե ստանդարտները տարբեր են, օրինակ ISO 9001 ստանդարտը դա կառավարման համակարգերի մասին է, ISO 14001-ը արդեն 14000-ը արդեն ուրեմն բնապահպանական նորմերի համապատասխանության, կանաչ տնտեսության մասին է, 22000-ը ավելի լայն սննդի անվտանգության համակարգերին է վերաբերում, իր մեջ ներառում է նաև հասպ համակարգը եւ այսպես շարունակ։ Եվ առհասարակ դրանց կիրարկման պարագայում դուք կառավարությունը փոխհատուցում եւ խորհրդատվությունը եւ սերտիֆիկատը կա մի դրվագ, երբ որ կազմակերպությունը ինքը բացում է օրինակ ISO 22000, ասում է սա պիտի անես, սա պիտի անես, սա պիտի անես, 30 բան է գրած։ Ու դու հերթով անում ես։ Եվ կա մի դեպք, երբ որ օրինակ կազմակերպությունը կարող ասի ես հավելավը հարցեմ խորհրդատու եւ խորհրդատուն ինքը անի։ Այս երկու դեպքում էլ մենք ծախսի 50% փոխհատուցում ենք, բայց ոչ ավել։ Մի դեպքում 500,000 դրամ, մի դեպքում 1.5 միլիոն դրամ եւ այսպես բազմաթիվ տեքստիլ ոլորտում եւ բազմաթիվ այլ ոլորտներում բազմաթիվ սերտիֆիկատներ, ստանդարտներ կան միջազգային, որոնք որ կարևոր նշանակություն ունեն իրենց աջակցության, իրենց մասով մենք աջակցության ծրագրեր ենք իրականացնում Եվրոմիության հետ 24-27 թվականների դիմակայունության եւ աճի ծրագրի մասին, հա, Resilience and Growth Plan դրա մասին մի քիչ խոսեմ 270 միլիոն եվրո բյուջե կա, որից 24 թվականին տրամադրվել է 67.5 միլիոն եվրո եւ մասնապես 25 միլիոն եվրո բյուջետային աջակցություն, 20 միլիոն եվրո տեխնիկական աջակցություն եւ 22.5 միլիոն եվրո դրամաշնորհային ֆինանսավորում ենթակառուցվածքներ ծրագրում այս դիմակայունության եւ աճի ծրագիրը նախանշում է Հայաստանի ԵՄ աջակցության հիմնական ռազմավարական առաջնահերթ ոլորտները, մասնավորապես կրթություն, զբաղվածություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, քաղաքասարակություն, ներդրումների ոլորտում առևտուր, էներգետիկա, տրանսպորտ, թվային ոլորտին աջակցություն եւ կապակցվածություն եւ մոտեցնելով Հայաստանի Եվրոմիությանը դրա մեջ արդեն վիզաների մասին երկխոսությունը եւ հանրային կառավարման բարեփոխումները էկոնոմիկայի նախարարությունը տրամադրել է ոլորտային ծրագրի իր առաջնահերթությունները, որպեսզի այս ծրագիրը իրականանա, մասնավորապես արտահանման խթանում, առևտրի դիվերսիֆիկացիա եւ որակի կառավարման համակարգերի զարգացում եւ նշեմ, որ այստեղ մենք բավականին լավ արդյունքներ ունենք եւ Եվրոմիության աջակցությամբ մենք մեկ լաբորատորիա արդեն բացել ենք եւս 3-ը պատրաստ են ուղղակի շուտով այդպես տեխնիկական միջոցառում կլինի եւ մյուս 3 լաբորատորիաները կբացենք չափագիտության ոլորտում դրանք շատ կարևոր ուրեմն կարևոր գործընթացներ են մի փոքր խոսեմ տեխնիկական աջակցության հայկական բրենդերի աշխարհական նշման մասին GI-ների հետ կապված հայկական կոնյակի վերաբրենդավորման շրջանակներում մեկնարկել է այս գործընթացը որը 29 միլիոն եվրո է դրա համար հատկացված եւ 2024 թվականի հոկտեմբերից է սկսված եւ 2 տարի այն պետք է տևի ծրագրի նպատակն է աջակցել Armenian brand-ի արտադրության զարգացմանը ստեղծելով ամուր եւ եզակի աշխարհական նշումի GI համակարգ եւ այն բնականաբար նպատակաուղղված է արտադրության համար հստակ աշխարհական տարածքի սահմանմանը համապատասխան խաղողի ворթադունքների տեսակների ընտրության, ինչպես նաեւ ճշգրիտ արտադրական մեթոդների ներդրմանը։ Ծրագրի իրականացման ավարտը արդեն նշեցի 26 թվականին է տեղի ունենալու, 2 տարի է այն տևելու, այս պահին կատարվել է ապագա աշխարհական նշումով Armenian brand-ի արտադրական տարածքների համար գոտիների գոտիավորման եւ քարտեզավորման աշխատանքները կատարվել է օրենսդրության վելություն գնահատելով դրա համապատասխանությունը ԵՄ կանոնակարգին մշակվել է գործողությունների ծրագիր աշխարհական նշումների եւ ալկոհոլային խմիչքների մասով օրենսդրության համապատասխանության նպատակով կատարվել է համապատասխան հաստատությունների եւ կազմակերպությունների գնահատում եւ ներկայացվել է առաջարկություններ եւ լաբորատորիայի աշխատակիցների վերապատրաստում, այսինքն գործընթացը մենք սկսել ենք որակի ենթակառուցվածքների մասին այնուամենայնիվ մի քիչ ուզում եմ ավելի մանրամասն խոսեմ, որտեղ սա մեր ամենակարևոր իմ համար ընդհանրապես ենթակառուցվածքների զարգացում ամենակարևոր կետն է եւ ծրագրի նպատակն է նպաստել առևտրի դիվերսիֆիկացմանը, ուժեղացնելով ստանդարտների եւ չափագիտության ազգային մարմնի չափագիտական ծառայություններ մատուցելու կարողությունները։ Ծրագիրն աջակցում է էկոնոմիկայի նախարարությունն ու արմստանդարտին բարելավել չափագիտության ոլորտի իրավական, ինստիտուցիոնալ եւ տեխնիկական համակարգերը։ Ծրագրի արդյունքում
կարելի ասել հիմնել եւ ավարտել ենք։ Ու մեկը լրիվ ավարտել ենք, 3-ն շուտով կավարտենք 4 դրամաչափարկման լաբորատորիա եւ հետագայում շարունակել ենք տրամադրել միջազգային ճանաչում ունեցող չափագիտական ծառայություններ։ Հայաստանը կկարողանա բարելավել Հայաստանում արտադրվող ապրանքների որակը, աջակցել դրանց մրցունակության բարձրացմանը, ընդլայնել առևտրի ծավալները եվրոպական եւ արտաքին շուկաներում։ Իրականացվել են մի շարք միջոցառումներ տրամաչափակման սարքավորումների գնում, միջազգային փորձագետների մասնակցության վերապատրաստումներ, չափագիտության ազգային օրենսդրության մշակում եւ այլն, եւ պետք է նշել, որ ուրեմն այս առումով աջակցություն է տրամադրվում նաեւ Հայաստանին չափագիտական ծառայությունների ուրեմն միջազգային ճանաչման գործում նպատակ ունենալով բարձրացնել երկրի նկատմամբ միջազգային վստահությունը ու խթանել փորձի փոխանակումը միջազգային փորձագետների եւ համապատասխան հաստատությունների հետ։ Դե TAEX ծրագրի մասին շատ TAEX-ները բաց թողնենք։ Շատ ձեզ դա շատ ծանոթ Թվինինգները նույնպես սա շատ լավ, հաջորդիվ ուզում եմ նշել, որ եթե ուղենիշ մեկի մասին ձկնատեսակների ձկնաբուծական արտադրանքի մասին բան չես։ Շատ կարևոր շատ կարևոր փոփոխություններ այն, որ Եվրոմիությունը երկար աշխատանքի արդյունքում բացեց դեպի Հայաստան ձկնամթերքների, ձկան խավիարի ուրեմն արտահանման հնարավորությունը եւ ես Հայաստանից եւ ես ուրախ եմ արձանագրել, որ այդ որոշումից մոտավորապես 20 օր հետո հանդիպում եմ ունեցել պարոն Արմեն Պետրոսյանի հետ, ով շատ հայտնի հայ գործարար է հենց խավիարի վաճառքի process-ում եւ դրանից հետո ինքը 3 պայմանագիր է արդեն կնքել տեղական ընկերությունների հետ եւ Հայաստանից սկսել է խավիարի եւ ձկնամթերքի արտահանումը, ինչը դեռ շատ սիմվոլիկ է, որ գործողություն ու հետևից բիզնեսը շատ արագ արձագանքում է եւ ու արտահանումը տեղի ունենում, սա շատ այդպես տիպիկ օրինակ է, թե մեր քաղաքականությունները ինչպիսի արդյունք կարող են տալ, մենակ շատ սիմվոլիկ է, որ ծով չունեցող երկրում է նման բան լինում։ Մենք ծով չունեցող երկիր ենք, բայց բավականին երկար ժամանակ ձուկ ենք արտահանում ծով ունեցող երկրներ։ Սիմվոլիզմից խոսեցին, դրաման հիշեցի։